Նիկոլ Փաշինյանը, Շվեյցարիա, Դավոս, հանդես էր եկել հայտարարությամբ, որով կասկածի տակ է փորձում դնել հայոց ցեղասպանության հարցը։ Այսինքն այս փորձը նոր չի, սա արդեն երկրորդ անգամ է։ Առաջի անգամ դա արեց Անդրանիկ Քոչարյանը, որը արժանացավ իմ սուր քննադատությանը, եւ հաջորդ օրն ասեց, որ դա իա գաղափարն էր, մտածմունքն էր, եւ այլն։ Ցրես սփնեց, անցավ։ Հիմա անում է այս մարդկային վիժվածքը, այս թուրքական գործակալը, այս պետական դավաճանը։ Ես այս հարցը այսպես չեմ թողնելու, որովհետև եթե ասես գնաց, ուրեմն սկսվի նաև այդ process-ը։ Երեք ես դիմել եմ մշակութային գործիչներին, իմեննո մշակութային գործիչներին։ Երեք մշակութային գործիչ Տիգրան Ասատրյան, Արման Հովհաննիսյան եւ Արմենչիկ արդեն արձագանքել են, ամեն մեկը իր ձևով, եւ դատապարտել են այս իշխանությունների ղեկավար հանդիսացող անձի մտադրությունը եւ հայտարարությունը։ Սակայն մնացածը լռում են։ Ուրեմն ես հիմա ուզում եմ առանձնակի այս ուղերձը վերաբերվում է ժողովրդական երգիչներին, նաև ժողովրդական երգեր երգողներին, ազգայնական, իսպիրյան, միսպիրյան, մի րոպե դեմելո, ես որ չեմ լսում, ուստի անուններն էլ անգիր չեմ հիշում, ուղղակի մի քանի հոգու առանձնացրել եմ, Ներսես Իսպիրյան, Գոհար Հովհաննիսյան, Ռուբեն Սասունցի, Արսեն Գրիգորյան, Դաշնակ եւ այլն, այսինքն բոլորը այստեղ են այս սև ցուցակի մեջ։ Ուրեմն հիմա ուզում նաեւ դիմեմ Քրիստինե Պեպելյան, Ալլա Լևոնյան, Նունե Եսայան, ով ամերիկան նավի վրա տրժում էր 2 օր առաջ, ընդեղով կա, Շուշան Պետրոսյանը ես այդ կնորոշ դիրքորոշումը գիտեմ, որ մինչև վերջին իր միլիգրամը զզվում է Նիկոլ Փաշինյանից եւ գիտեմ այդ կնորոշ դիրքորոշումը, նորից եմ կրկնում, այնտեղ էլի լիքը երկշույներ կան, երկիչներ, Էրիկ, Մերիկ եւ այլն։ Խոսքս վերաբերվում է բոլորին, նաեւ այդ ազգայինները։ Ուրեմն եթե մինչև այսօր 21:30 Հայաստանի ժամանակով, որով որ եթեր եմ մտնում ես, 21:30 չեղավ համապատասխան դատապարտող հայտարարությունը երգիչների կողմից, ինձ ուղարկում են նաև Քրիստինե Պեպելյանն էլ արդեն արձագանքեց, այո, Եվս արձագանքեց, որ երգիչները բոլոր կոմպոզիտորները Ռոբերտ Ամիրխանյան, այնտեղ Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Մաթևոսյան, մեծն մայեստրոն,